Եվ մենք պետք է ուրախանանք մեծերով թե փոքրերով, որովհետև վառվեց Սուրբ Աստղը Բեթլեհեմին, վառվեց հանգած սրտերի մեջ, խավարում նստած ժողովուրդը լույս ստացավ, եւ Եսայիա մարգարեն կասեր, որ մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, իշխանությունը կլինի նրա ուսի վրա, նա կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, մեզի ձեզից մեծ ավետիս։ Տիրոջ ծննդյան ժամանակ 4 անուն տրվեց, Հիսուս, որը նշանակում է փրկիչ, մեզ փրկելու համար։ Հիսուսի ծննդյան ժամանակ տրվեց մի անուն, որը կոչվեց Աստծո որդի, մեզ որդեգրելու համար։ Նրա ծննդյան ժամանակ ևս մի անուն տրվեց, Էմանուել, մեզ հետ լինելու համար։ Նրա ծննդյան ժամանակ ևս մի անուն տրվեց, Աստծո որդի կոչվեց, որպեսզի մենք լինենք նրա որդու հետևորդները, թե եկեք կանգնենք, միաբանվենք երկնքի բյուրավոր հրեշտակներին, եւ նրանք երգում էին Քրիստոսի ծննդյան ժամանակ, եկեք կանգնենք ու միաբանվենք, ասենք փառք Աստծու բարձրություններում, երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն, եկեք ծափահարենք Տիրոջ սուրբ ծնունդը, որովհետեւ նրա ծնունդը դարձածին ու համար, մեղքերի փոխություն, լույս, բժշկություն, փոխան, վերան, արժի նրան ծափահարել ավելի ջերմերան, պիտի չբավի ժամանակն անվերջ, որքան էլ ձգտեք սեղմեք նրա մեջ։ Եթե քեզ երկրև տավին գնարով, և քեզ նետարով, ուղով, բարով, ամեն ձայն հանով, ամեն միլարով, պիտի չբավի դա դարերով, եթե քեզ գովի վաղտություն համայն, դրանց միանա և ինքն ամենայն, ամեն հակ լեզուն նրան, հոգով կսվարել, եթե ես անամ դարերի հոյեր, հանատ կարնա ամեն ծողուգեր, երկիկ ու երկիկ մագաղար դարնա, հոպար կպատմել մի չկարենա, թե գումարվեն երկնի աստղերը, յուր, անթիվ ամերջ մեծ համաստղերը, ու բազմապատվեն ամերջությունով, ոչիշ կերելան հատվիշ։ Թե ուզում եք դուք իմանալ, թե որն է կյանք իրական, ես կբերեմ մի օրինակ, իմաստուն և իրական։ Կյանքը կարծես մի գնացք է, որ շարժում էի գծով, դոգիզն է վերնայդ գնացքի, տանում մի հետնագծով։ Կարևորն այն է միայն, թե ինչ կա վագոնում, որ մեր վագոնները նույն գնացքով են։ Քո վագոնում թող սեր լինի, խաղաղություն, խնդություն, համբերության բաժակրի, բարության լի քաղցություն։ Հավատքը թող զարդարի ձեզ, զսպվածության գեղեցիկ, ժուշկալության պտուղը հեզ, թող վեհանա սլացիկ։ Երկունայի շոհայելու, շոհայելու իրական, երկինյակը թողուց իդյոր, պատուր իրական։ Թող օրացպանից, պատար խորության, և կատարավեր ստեղծագործության։ Մենք կոմիտեցով ստեղծվեցինք ու կամ երկոսի շրջից մեր ես ծնեցք։ Դու ես սկիզբը և վերջը կյանքի, դու անմար ճրակ և դուզ երկիչ, դու տերերի տեր և սուրբ թագավոր, դու անունը միշտ լինի փառավոր, դու արժանի ես փառքերի բազում, մենք սուրբերս եզորդներ ենք ուզում, երկնային զորքին մենք էլ միանանք և քեզ մատուցենք ամեն փառք օրհնանք։ Երբ հարթակ դրան, ով փառավոր է, որի անունը սուրբ թագավոր է, և սաղմոս եթեք, օրհնենք նրան, նա ավայրն է և մեր օմեգան։ Ալլելույա
առաջնորդն է ամենից, մանք ու գրակ է ունի, դա շարժվում է ամենով ու ամենը նրանով։ Նա պատրոն է մեր կենքի, ասո ոտքի ու քանդի, ձերզեք զանգան, պատրավոր է սինձր կազմի։ Դա մեկան է շացնի, դոքեսկան նրա գերին այս կապակ երկով ուշի, որ մի կիզես ու տողի։ Շացեցիչ նա ամեն կիզնյանը նասել, բայց երբեք չի նասել, ամենվան նոր է։ Ուշի անգար կեզ պատիվ, տապտարավ նանապատիվ, նա կդարնա կեզախվի ու թորևի ու խողդուր։ Մեզ որոգայ, կամ ստանա սոցի հայ, նա կդարնա կյանքի հույս, կեզ միշկով դեղավույս։ Թե պապագում է շոքիս, նա կդարնա կենոքձով, կկշտասնի իրենով մեզ հագեցով ամեսով։ Նա կոչվում է բարություն, լավագույն հարություն, նրանով են կյանք առնում, սուրբ նոջեցանները հարնում։ Տերն է իմ ապավենը, իմ կյանքի միակ վեմը, Տերն է իմ սրբությունը ու սրտիս օրհնությունը, ուսուցիչ է աննման, ապա հայր եմ արդյունը, սեր է, որ չունի սահման, նա իմ Տերն է, ես ծառան, հարոն սենը անստասան, հոգու գրակ, ապաստան, դյություն ողորմության և մեր կյանքի պահապան, սիրտը մեր տալիս են քեզ, տալիս և խնդրում են քեզ, որ մեզ միշտ այսպես սիրես ու միշտ մեր հետ լինես։ Երանելի երանություն, անհաղթելի մեծություն, եզակի անմահություն և մեր հոգու հարություն։ Քոնն են Տեր բոլոր տաղերս, ստեղծագործություններս, քոնն են հոգից երկյանքս, քոնն են դու իմ բաժինս։ Ինչպես չասեմ իմ Տերն ես դու, Տերերի Տեր, թագավոր, ինչպես չասեմ ամեն մարդու անունը քո փառավոր։ Ինչպես չասեմ, որ քո այրան ինձ մեղքերից մաքրեցի, ինչպես չասեմ, որ քո այրան ինձ քեզ որդի դարձրի, ինչպես չասեմ սիրում եմ քեզ, իմ փառավոր Տեր Հիսուս, երբ հայացքդ խոնարհվեց, միշտ աճված է իմ հոգուց։ Ինչպես չասեմ սիրում եմ քեզ և սեր ես ողջերության, ինչպես չասեմ փողարն եմ ես և տեսում ես բարության։ Ինչպես չասեմ իմ փրկիչն ես, երբ կորածից կմրեցիր, ինչպես չասեմ փողարն եմ ես, և վիճ ուսիդ բերեցիր։ Եվ հիմա սիրելի մանուկներ և մեծահասակներ, երկու հետաքրքիր պատմություններ տեսեք և լսեք, պարապ բաներ կերեք և անուշ բաներ խմեք, և բաժիներ ուղարկեք պատրաստություն չունեցողները, որովհետև այսօր ուսուտ եմ է Տիրոջ համար և մի գտնեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունը։ Գարնուկ, կրաշի փոքրի գարնուկ, որտեղ ես, որտեղ պիտակ կորած, տեսել է գարնուկիս։ Մայրիկը փնտրում էր իր չաճճի փոքրիկ գարնուկին, ամեն օր փնտրում էր, բայց չէր գտնում։ Նորից կանչելով գարնուկին, վազեց նրա կողմ, մորձայինը լսելով, գարնուկը դուրս եկավ։ Մայրիկ, ես այս տեղը մի չէ պատահել, ինչպես թե ինչ է պատահել, ինչքան եմ քեզ ասել գարնուկս, որ արես զգուշացելու տանից դուրս գար, որ մեր շամի վայրը խնդում եք ինձ նա փոքրիկ գարնուկների, որ արմանի, պետք է շատ զուշն է, շատ զուշ։ Մայրիկ, բայց ես շատ հեռու չեմ մնացել, հետո են կարող եմ արած թափչել։ Ով է այդ քայլը, որ ես հանից փոխանամ։ Այդպես մի ասա գարնուկս, նա քեզանից ավելի շատ տարիների փորձ ունի և շատ խորամանկ է, կարող ես զգուշ մոտենալ քեզ և դունել, արի գնանք քանչեր հոտը չի անհանգստացել։ Հաջորդ առավոտ հովիվ վերցրեց իր ամբողջ հոտը 100 գար և կարավ նրանց արածեցնելու։ Գարնուկները խաղացին, սնվեցին, խմեցին հոտկետից հոսող ջուրը և երեկոյան հովիվը հավաքեց և տարավ նրանց տուն։ Ամեն օր, երբ հովիվը գարնուկներին տուն էր բերում, հաշվում և լցնում էր ներս, տեսնելով, թե արդյոք բոլորը կա։ Այս անգամ նա հաշվեց։ 99 գարնուկներին ապահով տեղավորեց և վազեց կորած գարնուկին գտնելու։ Արդեն գցնել էր, ամպերը կուտակվել էր, բայց նա ամբողջ ուժով վազում էր գտնելու իր գարնուկին։ Հանկարծ անձրև և կայծակ սկսվեց։ Բայց հովիվը չէր անցնվում, քանի որ շատ էր սիրում իր գարնուկին։ Նրա ոտքերն ամբողջովին առնոտվել էին քարերի և փշերի վրա քայլելով։
բայց նա շարունակում էր փնտրել։ Հանկարծ լսեց իր կառնուկի ձայնը. Մայրիկ, մայրիկ։ Հովիվը հեռվից գայա արկայծով աչքերը տեսավ, որ փորձում էին բռնել կառնուկին։ Հովիվը քարերով այնքան խփեց, որ գայը փախավ, իսկ կառնուկը ընկել էր և չէր կարողանում կանգնել։ Հովիվը գրկեց կառնուկին և դարձավ տուն։ Թեպետ հովի ոտքերը առնոտվել և ցեղոտվել էր, բայց նա ուրախ էր և ուշադրություն չէր դարձնում այդ ամենին։ Նա գտել էր իր կառնուկին, իսկ կառնուկը այս ամենից մեծ դաս սովորեց և առանց իր հովի ոչ մի քայլ չէր անում և ոչ մի տեղ չէր գնում։ Այն ժամանակ հասկացավ, թե մայրը ինչու էր անհանգստանում իր համար։ Մայրիկ, որքան եմ քեզ կարոտել։ Չնայած հետո առանց քեզ զգուշացնելու ոչ մի տեղ չեմ գնա։ Այսպես է մեր թագագին ասված, որ երկնքում է չի կամենում, որ այս փոքրներից մեկը կոչի։ Եվ երկնքում կլինի մեծ ուրախություն մեր մեղավորի համար, որ կապաշխարի։ Ողորմությունները անծայրածիր են մեր կյանքերի մեջ, ով Տեր, այնպիսի, որ մարդկային միտքը չի կարող հասկանալ, լեզուն մարդկային չի կարող պատմել, ոչ էլ բանականությունը պատկերացնել։ Մեր երգերի երգն ես, մեր պաշտամունքը, սիրո հնոցը, էության խորհուրդը, մեզ սնուցող միակ զարկերակը և ամենօրյա սպասումը։ Դարձրում ես այն ասպարեզը, որի վրայով պիտի ընթանաս խոսքի շռայլությամբ, կյանքի կրիությամբ և հոգուց զորությամբ։ Միայն մի բան ենք խնդրում քեզանից, որ քո Սուրբ Հոգին չվերցնես մեզնից, և տուր մեզ նոր երգ, անսպառ վայրքի, որ մեր հոգին քեզ հավիտյան երգի։ Մարգագետի կողմում գետի մոտակայքում բույն էր դրել աղավիների մի ընտանիք։ Նրանք շատ սիրով են ապրում, նրանց զարկուկը շատ լավն էր, ջերմակ ու փափուկ։ Սիրելիս, մենք ես համանենք ջերմակ փետուրիկ։ Ջերմակ Փետուրիկը կամաց-կամաց մեծանում էր։ Նա շատ հնազանդ էր իր ծնողներին։ Փետուրիկը իր ծնողներից լսել էր Աստծո մասին, Նոյի մասին, գիտեր աշխարհի արարման, Մեսիայի գալստյան մասին։ Ամեն օր վաղ առավոտյան արթնանալով Ջերմակ Փետուրիկը ծծված ձայնով փառաբանում էր Աստծուն։ Ով Տեր, մեր Տեր, ինչ հրաշալի է քո անունը, բոլոր երկրի վրա փառավորվի քո հրաշալի անունը, և ես քո փառաբանության վրա բավականություն կավելացնեմ։ Երբ մեծացավ, կարողանում էր թռչել։ Ծնողները կանչեցին և ասացին. Սաղաթը սու արդեն մեծ ես ու կարողանում ես անջապրել։ Այսօր մենք ես միայնակ թույլ ենք տալու միայնակ։ Բայց հիշիր, որ շատ զգույշ պետք է մեր մարդկանցից։ Փետուրիկն ամեն օր ճախրում էր երկնքում և նորից ետ վերադառնում բույնը։ Մի օր ջերմակ Փետուրիկը որոշեց թռչել հեռու և ուսումնասիրել շրջակայքը։ Ճախրելու ընթացքում հանկարծ նա զգաց, որ ինչ մեր զորել ուժ նրան կարծես ձգում է և առաջնորդում ինչ-որ տեղ։ Փետուրիկը չէր զգում, թե իր հետ ինչ է կատարվում։ Նա միայն զգում էր անսահման ուրախություն, խաղաղություն և մեծ զորություն։ Թռչելով նա հասավ մարդկանց, բայց չվախեցավ։ Նրան առաջնորդող զորությունը իջեցրեց Հորդանան գետում կանգնած մի անձնավորության վրա։ Նա նուր փարվեց այդ մարդուն, հանկարծ երկնքից մի ձայն լսեց. Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը։ Աղավնին ժորից ճախրեց երկինք, նա ինքը չէր ճախրում, այլ նրան տանում էր այդ զորությունը։ Նա հասավ իր ծնողներին և պատմեց։ Ծնողները ամեն ինչ հասկացան և ասացին. Իսկ այն անձնավորությունը, որի վրա քեզ հիշեցին ես ուզում, դա Աստծո Մեսիան է, որ մեզ նա զարմացին զբաղվում։ Հայրիկ, մայրիկ, գիտեք, նա շատ բարի և գեղեցիկ դեմք ուներ։ Դու երանելի ես, Փետուրիկ, որովհետև Աստծո որդին ես ուղղել, և Սուրբ Հոգին է քեզ գործել։ Ես ուրախ եմ, ես շատ ուրախ եմ, ես զորություն եմ զգում, ես խաղաղություն եմ զգում, ինձ համար ավելի համարձակ է թռչել, ուրեմն կթռչեմ։ Ջերմակ Փետուրիկի ուրախությանը չափ չկար։ Նա գլուխը կորցրած երկնքում ճախրում ու ճախրում էր, բայց մի որոշ ժամանակ անց Փետուրիկը կորցրեց
կորցրեց Աստծո որդին, որովհետև նա հաճախ էր թռչում մարդկանց մոտ։ Մի օր էլ այդ նույն մարդիկ նրան հացատիպով խաբելով բռնեցին նրան և կապեցին։ Փետուրիկը շատ ուխտեց։ Փետուրիկը ջանք էր գործադրում դուրս գալ, բայց անօգուտ։ Մի քանի ամիս հետո նրանք անում են տաճար վաճառելու։ Ուր են ինձ տանում, ախր ես շատ եմ ծնողներիս կարոտել, արդյոք ես նրանց կտեսնեմ նորից։ Այդ օրը ջերմակ Փետուրիկին չվաճառեցին, հաջորդ օրը նույնպես և ահա 3 օր։ Հանկարծ Փետուրիկը հիշեց Սուրբ Հոգու զորությունը, հիշեց, թե ինչպես իրեն տարավ կանգնեցրեց Աստծո որդու վրա։ Փետուրիկը սկսեց աղոթել։ Ով Աստված, լսիր իմ աղաղակը, մտիկ արա իմ աղոթքին, ես սպասում եմ քեզ, քեզանից է իմ փրկությունը, իմ հույսը, ով Աստված, լսիր իմ ձայնը, պահիր իմ կյանքը թշնամուց, և ես քեզ հավերժ սաղմոս կասեմ։ Նա սպասում էր Աստծո հրաշք ձեռքի օգնությանը, հանկարծ կատարվեց անսպասելին, տաճար մտավ Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին։ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների ո՞րջ եք արել այդ։ Եվ նա դուրս հանեց բոլորին, և ամեն բան իրար խառնվեց, հանկարծ արձակվեցին կապանքները, և Փետուրիկը ազատվեց։ Ջերմակ Փետուրիկը շատ ուրախ էր, որ նորից գտավ իր Տիրոջը Հիսուսին, որն ազատեց իրեն կապանքներից, և Փետուրիկը փառք տվեց Աստծուն։ Շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ, որ ինձ ազատեցիր թշնամու ձեռքից։ Ապա ճախրեստուն ծնողների մոտ։ Այսուհետև զույգ է։ Որ չխաբվես նրանցից և զրկվես այնպիր ազատությունից, որ Աստված է քեզ տվել։ Սա քո քեզ համար կազմի, բոլորի մարդու կյանքն այսպես է ընթանում։ Ապաշխարելով մենք առաջնորդում ենք Սուրբ Հոգու զորությամբ և հրամայում շատ արագ։ Դա տևում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց չես նայում։ Մարդ, որ Աստծուց հեռու է, քեզ ոչինչ տալ չի կարող, բացի սխալ ուղղությունից, մեղքից և կապանքների մեջ գցելուց։ Ուրեմն հոգով քայլեք և անունի գործերը չեն կատարել։ Դրա համար գաց դուր անցոր և խոսքս տսի, մի պահանդից տա և ինձ ակաշվի։ Գիտես, որ հյուր ես դու այս աշխարհում, երբ ժամ-ժամի հետ քո կյանքն է վարում։ Չես կարող պահել, որ այն չհոսի, վերջը կհասնես դու մի փոքր խոսի, երբ չհասկանաս կյանքի ճանաչումը, մահն է դառնալու քո վերջին հասկը։ Միայն մի բան կա, թե դու հասկանաս, հավիտենական կյանք պիտի ստանաս, որ Հիսուս Տերը մեռավ քեզ համար, իր վրա արավ մեղքեր է անում։ Գողգոթա խաչին ավերջ ստացավ, իր հետ անելով ամեն վիշտ ու ցավ, հարություն արավ նոր կյանքի լույսով, որ կյանք ստանաս դու Տեր Հիսուսով։ Թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր բոլորի Երբ դու ես մեր հորիզոնում, ինձ անելու բան չի մնում, քան հռչակել լուրը բարի, Սուրբ Ապետից ողջ աշխարհի։ Երբ դու ես մեր հորիզոնում, ինձ միայն մի բան է մնում, պիտի միանալ քո բանակին, վազերմյալ մրցանակին։ Երբ դու ես միշտ իմ առջևում, ապահով եմ ամեն բանում, քո գրկի մեջ միշտ երջանիկ, դարձած որպես մի ընտանիք։ Շատերը չգիտեն Տիրոջ ծննդյան բուն կարևորության մասին, որովհետև առաջագործության մեջ մարդն է ամենավեհ էակը, և դա տրված է մարդուն, և մենք այսօր պարտավորվածություն ենք կրում, գիտակցելով այն սուրբ ծննդյան մասին, որ Տեր Հիսուսը ծնվեց, նրա ծնունդը սովորական մի ծնունդ չէր, նա ծնվեց Բեթլեհեմ քաղաքում, հացի տանը, իմ և քո հոգևոր սովը լրացնելու համար, և մենք հիմա կդիտենք մի ներկայացում, խնդրում եմ շատ ուշադիր դիտենք, որպեսզի միտք ստանանք, որ մենք պետք է ամենայն զգուշությամբ վերաբերվենք Տիրոջ ծննդյան հետ, որովհետև դա մեր փրկությունն է, դա մեր բժշկությունն է, դա մեր հույսն ու հավատքն է։ Դե եկեք հիմա շատ խնդրությամբ դիտենք, Տերը օգնություն։ Ոյ,
Այ մատես, ձմերվա կեսին, ես բուք ու բորանին, ճամփ հանգները սխալ բան է։ Ես ինչ հոգնած են։ Ոնց եմ կարոտել Չիչոյիս, նրա այն պոպոս գլխին մերնել։ Աֆրիկայում սաղ օրը իրա խելքից եմ խոսացել։ Խելք է, խելք, իսկ էին կտորնա։ Բայց դե, արդեն ոտ եմ օգնել, մի քիչ եմ հանգստանում, մեր միշտ ճապ չկա Զորից էր, բայց ինչ արյուս, մեր անտարում արյուս չկա, որն էից հայկվեց։ Չիչո, Չիչո նարա, Չիչո, այ տղա։ Խսարա, խսարա, օրից արյուս կայնի։ Ես շարաչեցիր, արա կապիչինոն է։ Ես կապիչինո է։ Արա կապիչինոն ես, ոնց ես փոխվարա, ոնց նավոր մատիկ հերեց է ասում ես էգը, այդերն ասում են, մենք է որեցոր ավելի ենք ծերանում։ Գիտես դես մի տարի քիչ է, հա։ Ինչ մի տարի կան գնացիր Աֆրիկա։ Հավայի, դիքերի դես թրավ անցավ։ Ինչ էր անում Աֆրիկաներում։ Դե ինչ պիտի անեի։ Ամենակարևորը գնում ենք իրականորյա դպրոց, մասնակցում էի ժողովների։ Այնտեղ պատկերացրու մանկական ասեղաշունչը հիմնական կարդացել եմ։ Դե հավաքույցում էին սաղ նկար էին ասում։ Նկար? Այո։ Ինչ նկար որ։ Դե ասում էին համ լավ էին նկարը։ Ամե ասում էին ամեն սիրում ես, ոնց որ նկարն ես։ Լավ ես, հա նկարը։ Հա, պատկերացրա գնացել ենք ինքնի։ Այնտեղ ասեցին, որ միան իրանց համար մի բան նկարեմ, էլի։ Ես էլ որոշեցի, որ իրանց համար պիտի նկարեմ բանար։ Այդտենց ես բանար էի նկարում, իրանքը կամերայով ինձ էին նկարում։ Էս էլ նկարը։ Ուտեմ ամ։ Օրոր, ճիշտ էլ ասում են, լավ են կանում է։ Բայետո։ Հետո տենց էլի, ինչ կար Աֆրիկաները։ Աֆրիկայում։ Ամենակարևորը ձյուն չկար, այնտեղի կենդանիները ձյուն չեն տեսել։ Տարբեր տեսակի մրգեր կային, բանաններ, կիվիներ։ Հա, ինչ եմ մնում մորանայի, քեզ նա ինչ եմ բերի։ Իա, բանել ես բերի։ Ուրեմն ամենակարևորը նայի։ Նույնից, բանան։ Վայ, բանանա բերի, հետո։ Հետո։ Այ հիմա ամենակարևորը։ Կոկոս։ Էսի կոկոսի հյութա։ Աֆրիկայում սրանից թանկ բան չկա, էսի մենակ թագավորներին են տալի ու ընդեղ համարվում է թագավորական հյութ։ Խրտի ես ես նեղություն խաշը, շատ լավ ես արվասոր կերել ես։ Վա, հետո։ Հետո տենց էլի։ Ինչ սրանից, դու ասա, դեզնից ինչ կա։ Ինչ ասեմ, ինոմ մետացել են, արդեն եկա։ Դենես չես ճանաչ, այդքան փոխվել։ Ես ասում, շատ դուզ են այդ տեսնեք, ամենացածը։ Դե մնացածը չեն փոխվել, տենց արտակնապես, բայց ավելի բարիացել։ Շատ լավ։ Բայց ինչ հետո։ Արա, քիչ էր մնում մոռան եմ, մեր մոտ մի նոր տարի է։ Նոր տարի, բավական, ասա լավ ժամանակ է եկել եմ, հա։ Բավական։ Աղյա բան եմ ուզում քեզի ասեմ, հələ հիշում ես մենք ամեն նոր տարուն մեկի ծնունդը նշում ենք։ Նոր տարի։ Հո, հեսա կայդի ասեմ։ Հա, չեմ կարում հիշում այդ տողից, չում ես ինչ եմ կարում։ Չես հիշում արա։ Չեմ, կանոտ ես չում։ Բա ինչ անեմ։ Որ ես արի գնանք պիտոնի տող։ Համ նոր տարի կշնորհավոր ենք, համ էլ իմանանք ում ծնունդն է։ Ճիշտ ես ասում, գնացինք։ Ահա կայնի ուր ենք երկում։ Հաղորի ասանյակ է։ Իշտ ուտամ, շավակ դերով շուտի։
Ես որոշեցի։ Իմ դեսը կտան գիրա։ Ոնց գիրա։ Չնացի։ Հելա։ Ով է գալիս են նոր տարին բերեց 1000 խաղալիքներ ու գազար։ Բայ, հավեցեք, առաջ եկեք։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ է, լավ, ձեզ տեսնելու պես ուրախացա, դե նստեք Մենք էլ շատ ուրախացանք, Առավոտից սպասում ենք, թե ով կգա ինձ հյուր։ Մեկ վայրկյան։ Ոնց իմանամ, իրաց մնա չեք։ Սեղանն է։ Ստրոտ իրացն է։ Բայց չոր նոր տարի է։ Որոշ տեսակ տրամադրությունը դոլարի ֆուրսից բաց է։ Բաստան տրամն է, ես բաստան շար։ Ուշեք պարանդստեք, ողջունեք սեղանի բարիքներից, դե արա, կապիչինո։ Ինչ ասենք պիտոն կեր։ Քեզ բա դեր հարցով եմ։ Կարող ես սուտ։ Ոնց չէ։ Սուտ ես ասում։ Ովքեր հիշում եմ, հաստատ նոր տարին մեկին ծնունդ մեր ապրել։ Հիշում եք։ Հաստատ քոնը, չի։ Կատականում։ Վերջ։ Այս նրերի քեզ ժոգեցի։ Էլի կատակարա։ Ես ասում էի, չէ, Չիչո։ Ես էլ էի ասում էի։ Չէ, ինձ ունը բաղուց։ Ես ինչ ասում։ Վերջ։ Նվերը տվեցինք, իսկ հիմա ծնունդը շնորհավորենք։ Մոռացեք։ Հիմա մենք խմենք ու նոր տարի շնորհավորենք եղավ ասում։ Դրանց սրա խմենք։ Այդ տաղապսերի։ Աֆրիկայի կապիկ եք զարգացան, պատեր չգիտես, հա։ Մենակ քեզ։ Տանաշեմ։ Ես, մեր հոբելյա։ Այո։ Էսի ինձ։ Սեք ես։ Ուրեմն ցանկանում ենք, որ քո ծնունդը լինի քո կյանքի ամենալավագույն պահը։ Խմենք։ Ով էս ինչ համով սոկ այս որտե եք դες։ Ինչ սոկ։ Հազարի և կաղամբի։ Օ, շատ լավ, գիտես։ Երբ այդ կապիչինո, բայց շատ եք փոխվել, ավելի նիհարել։ Նստեք, ինչ եք կապի, բարա։ Այ։ Գակ ես ինչպես կոտանը։ Գիտես մի եմ սս նիհար է, որովհետև այնտեղ առավոտից երկու ես ճանք էի անում, աշխատում էի։ Ինչ եք անում։ Բերանս չի պրնուպաս։ Կապիկություն։ Դե, այսինքն, գնում էի, անտար հավաքում հասած կիվիներ, գնում քաղաք բարձանում ծառա և նետում մարդկանց վրա։ Ուղղակի չես պատկերացնի ինչ ծիծաղարել, պատկերացնի կիվին վերցեցի, հասացից, հավուկ։ Տալիս ես մարդու գաղի, չլեմ։ Դա իմ աշխատանքը, բույրիս, հիմա եկել եմ համիսան։ Չէ, երբ այդ եկեսվեք, թե ասեմ։ Ինչ ասես է։ Ասեմ, որ այսօր ինձ ծնունդը չէ։ Նայ որ էլի շարունակում եմ։ Իսկ քո ծնունդը չի։ Այդպես։ Լավ, մենք գնանք արդեն պիտոն։ Այո, նրանք մրցենք մեր ծնունդին։ Ուշ է։ Ամեն դեպքում շնորհակալ եմ դրացին։ Այո, Դեր պատրաստած հյութը շատ համեր է։ Այո, շատ համեր։ Ուշ է արդեն եղբայր։ Ժամն է արդեն։ Պիտոն քույր, մեր նվերը չեք տա։ Դեր ասում, ստեսում ենք Տեսում ես։
ճամոթ է, չի արա։ Ճամոթն էլ բան է, Աֆրիկայում ավելի լավ սատկ էիք հնգա եսօր էստեղ եսօր։ Որը տարան սենց չէր է, հավաքույթների օրերը, ժամերը, դժեն վարիկանները, բոլորի տնուտները հատտարրատ, անգիր հիշում է յորա։ Ահ հիշողություն, ուր ես հողել ինձ, ինչու ես լքել ինձ։ Երան իչերը ճահել օրերին։ Հա, ինչերը, տարամոտ չկցես աղբերիք։ Ես ճոգեցի ինչա պետք ունել։ Արի, գնանք, մինոյի ու տիտոյի տու։ Կարող է իրանց սները, ինք ամել եթե չգիտեք, հասատ իմանա, իրես։ Գնացինք իրանց Կարոտել էի իմ տան հողին, իմ հողու ջրին, ասի գամ ձեզ տեսնեմ, գուցե շուտով հողին հանքչեմ։ Գնասի մեր, հատվեսը գազարից և ոսկորից պատրաստած շաշապեսակներից։ Չկա։ Ոչ մի կրան, ձեր մոտ ինչ կա։ Շպիտ կաղի, սաղպել ես նոր ատենց, եկե Აფրիկայից, համար տենց որոշեցինք կալ այցերը տուն ու միատ համաչտել։ Ուզում ենք իշտենք, այսօր որնեկի ծննդն է։ Պինոյին, ես ճոգեցի։ Քո ծննդն է։ Աշկերիտ նայում ես։ Հաստատ։ Կարող ատվում նա, դիտո։ Հա, իմ ծնունդն է այսօր։ Ես նվեր է քեզ, ցանկանում եմ քեզ այս աշխարհի ամենալավ բաները։ Այո։ Ես տիտոն խապում է ձեզ, այսօր նրա ծնունդը չէ։ Ոնց է իր Դե մի ամտացի։ Որը սրես մի ոչ է խապում։ Աղ, տիտոն նորից է ստում։ Կներեք։ Կներեք մեզ եղբայրներ, ես ուղղակի ապշած եմ, թե ոնց տիտոն կարողացավ ստել։ Խորնարժանի չէր այդ նվերին, այդ նվերը միայն թագավորներին են նվիրում, այն է ճշմարտախոս։ Լավ, ինչը, ներեք։ Այո, ներեք։ Լավ, մենք արդեն գնանք, ժամը պետք է սացեք զվերնվերին, Ուքնել ես։ Ողոս չեմ օգնել։ Դե որ օգնել ենք, բարմինատ բանանդ ենք։ Ո, բարակ, շուրթը դրանից ոչ միակ չէ։ Էդի ես կտամ նրան ընտնունը որ այսօր է։ Ամպերից տեսակ հարցտ է։ Կանք դեն։ Բան է որ հանգարց։ Afrikan hişesi. Ես եկա։ Դավայ։ Ան։
գրաֆիկային կար սրանից։ Չկար չէ։ Անդարի։ Էդի հողի տակ աճում։ Արա էդի պես չեն ու դու կլպում են այն տղա։ Էսա տես, դու չուկա։ Բայց տեսակ տխուր եմ։ Ինչի կարոտ է Աֆրիկոն սենց շուտ, չէ գիտոյի համար եմ մտածում։ Դուք ես մտածում։ Ախր ես զարմանում եմ, էլի։ Ինչպես կարելի է սուտ խոսել, հանել նվեր։ Ինչպես չի կարելի։ Աստվածաշունչն էլ կան անօրինակ։ Հիշում ես եսավը, երբ սոված էր։ Սպախետի անդրանիկությունը ընդհանրում մեկ հաս ապուլի համար։ Եվ հետո միայն ըշտանալուց հետո հասկացավ, թե ինչ է վաճառը։ Կարելի է Ախր դատապարտում եմ այսպիսի մարդկանց։ Դատապարտել պետք չէ։ Դատապարտել պետք չէ, որովհետև աստվածաշունչն ասում է, մի դատի, ոչ չդատել։ Բայց ես իմ վրա վստահ եմ, որ եթե այդ նույնիսկ ես իմ վրա վստահ չեմ, որ հանուն ուտելու սուտ չեմ խոսա, բայց աշխատում եմ չստել։ Ես իմ վրա վստահ եմ, որովհետև հասկանում ես դա ոնց ասեմ, չկա իմ էության մեջ, հասկանում ես։ Լավ, ինչև է, ուշ է, գնանք, որպեսզի հասցնենք, որը կվերջանա։ Լվիա, դες բանանա տակաս։ Հիմա ես։ Արո կարող է պիտոնան թրցրել, այն մոմենտին, այն որ տավ ինձ ձերը։ Այո, հենց նա էլ թրցրել է, այն պահային, որ վերցրել է ձերը նվերը, երևի այդ դրան նայլ սատախոս։ Արա կարող է դու ես կերել։ Ես ուտեմ, ինչ ասեմ, բադու չհամա, չար։ Հա, մեղացող ես ու, կելա, հա։ Ինչ կար, թե համպելի մութ է չի երևում։ Արագասը նշանում ենք։ Ահա, դուտա։ Դե մեր արագասը։ Սա է։ Հա, սա է, ուրքան։ Ուրեմն այսպես, մենք գտնվում ենք այստեղ։ Այստեղ։ Ուր է։ Դու տեսնես խոշորացուցով։ Ոչ, չենք երևում։ Այսինքն այստեղը ցույց է տալիս մեր կան տեղը, հասկացա։ Հա, հասկացա։ Դե լսի, երեկոյան ժամը 2:20-ին դուրս ենք գալիս։ Ուտելուց հետո մեր դուրս ենք գալիս 8:15-ին եւ 8:17-ին հասնում տոնի խրճիթը։ Խրճիթը պիտոն նակում է ապրուփի։ Էմի հանգալի, չես տեսնում, կոլավորած եմ տեսնում, որ զոները չհասկանան։ Հետո տոնի խրճիթից դուրս են գալիս 8:20-ին եւ դուրս գործերի ճամփորդը։ Այնտեղից թարնելով թանկարություններ եւ ուտելիքներ, գործերի ճամփորդի ուղևորվում են մեր այստեղ եւ 8:30-ին մեծ հաշտությամբ լինենք մեր տանը։ Այ քեզ ծրագիր, այ քեզ կազմակերպություն։ Մինչև հիմա այսպիսի հետաքրքիր բան չէին կազմակերպել։ Մեր ատառի մեխանիները ամենակալի կգան։ Պատկերացնում եմ, թե ինչ խառնաշփոթ կլինի առավոտյան եւ տեսնեմ, որ աղքատ է։ Դե լավ, քիչ կորապացնի, բաստի պատկերը, զենքերը, ես մի անգամ էլ զուտնեմ քարտերը։ Սպասի, մի կարևոր բան կա, նստի ասի։ Վայ, մեզ հետևում են։ Վայ, ամենս է կարաջ է։ Արև ձեզ, տեսեք։ Մենք էլ ձեզ ենք մորացել, կրտեցիք նուրգար ձեր եղբայր կապիչինո, ոնց է, ետ ես եկեք։ Լավ է, այս առավոտյան եմ եկել։ Եկեք նստեք։ Քեզ ինչ ասա։ Ինչ գլոբուս է։ Գլոբուս, սա գլոբուս։ Գլոբուս է, գլոբուս։ Պետք չէ նա ստավրա։ Ինչ է նա ստավրա։ Մեր ծննդյան հոր լիքը։ Ասացի տեսնեմ երբ է գալիս, մեր ծննդյան։ Մի, քեզ այլ, ասում եք ծնունդյան։
ասավ։ Ես ասեցի։ Այս նվերը տալիս ենք ձեզ և ցանկանում ենք շատ լավ բաներ ձեզ։ Ոչ, մենք պարտավոր ենք գալ և մեր բարի խոսքերը տալ ձեզ։ Ինչ անհարմար է, որ ճիշտ չունեն սեղանի դնելու, գնամ տեսնեմ ինչ կդուքներ։ Դե արագացու։ Դե մի վարկյալ բիքուր, հողտելու համար չեք եկել, եկեք նստեք ու բերան խոսան։ Բայց մի բաժակ հյութի չէր խանգարի։ Հիմա կբեր եմ։ Դե արագացու։ Ահա գնացինք մենք եղբայրներով, աղոթենք ինչ կատանք, շաստով խոսքից կդրուցենք, ինչ կասենք։ Լավ, բավարարեք։ Ասենք մաշ մերեմ սոտ ուշկը։ Ովիկ ինչ կասնի։ Նա բարձր, իրոն դիտոն էին ասում։ Չես հնում ինչ ոգևոր հավատացան է։ Ախր այնքան լծված է Աստծո խոսքով, որ կենթանի ջրի գետեր են հոսում փորից։ Ես եկա։ Տեսնեք ինչ ասում է սուր գիրքը։ Սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անհետողները, բարի քարեք դրանց համար, որ ձեզ կասեն, տևավոր քարեք դրանց համար, որ ձեզ կչարչարեն և կհալածեն։ Իսկապես, այս խոսքերը բնութագրում են հենց ինձ։ Իրոք, իմ կյանքը այսպիսին է, եղբայր Չիչո, դու կարելի եք։ Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ կխոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով դատապարտվի։ Ահա, թե պատրաստեք, խմեք և բարի։ Այսի բաներ կապուչինո կարծեմ։ Ես կա։ Չիչո արդում, ես կեր մի բան կարծեմ։ Բայց վաղկուրների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, կապարդների, կռապաշների և բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծնծունքով վարված մեջի մեջ պիտի Ես սրանից ուտա Չիչո եղբայր, ես հասկացա, որ ապտարի կենդանիների պետք է սիրեմ իմանցի պես։ Շատ լավ է, որ ուղղել ես քո սպառներից, որ չարություն չես անում։ Ոստե արդեն ուշ է, մենք գնանք երևի արդեն։ Ունենք շտապում, մի չեն լսել։ Չէ, ողին ուշով գնանք։ Այ տղա, մենք գնանք, ուշ է։ գրասում։ Ես տավյալ շնորհավորեցի ունդ է հոբելյարների։ Եվա չէ, հոբելյարների։ Շիլոն, ամենուր տան մեկի դրունդի, շմետքով լավ որ ես տայի փոխով։ Արա ինչ եղավ, կեզ մեղավոր չէ, ինչ մեղավոր։ Արաստում հիշում է ես ամեն նոր տարում մեկի ծնունդը շնորհավորում ենք։ Մեկի ծնունդը։ Հա, մեկի ծնունդը։ Շնորհավորեցինք է։ Արա չեմ ասում երկուսի ծնունդ, ասեմ մեկի ծնունդը։ Մեկ Հիշեցի։ Մի հոգու համար է նվեր եք պատրաստում։ Արաշտի խաղի, դես։ Բայց ոնց է նավը խաղի։ Ես դες ինչ կմոտացել։ Հենց չեն կարող կեղտանալ։ Արի դրան անցքիս է։ Այ թե խապեցի կապիկներին ու հիմարացրիս։ Քո կարծիքով լավ արեցի։ Այո, ինչու պիտի չխապեի, երբ իրենք իրենց ոտքով եկան ընկալներ տակավտեն։ Չէ, քո չարությունը չափ ու սահման չունի։ Ոնց էր մտածում ես մարդիկ դուսկել։ Բաչ է քո նման միամ։ Քիչ էր մնում ասեի դե լավ, դարձի ելը, ոչինչ չմոռանաս։
էսի։ Չէ, ինչ ապել, ինչ է չգիտեմ իր ծննդյան օրը։ Գիտես, ինչու չգիտես։ Ոտի այսօր չէ քո ծննդյան օրը։ Ով ասաց, թե իր ծնունդը այսօր չէ։ Դու ասացի այդ ստախոս վերանով։ Չէ, ես։ Չէ, ես։ Չէ, չէ, ասում, ես վախենում եմ ասում, ես չեմ կարող խախտել իմ ընկերներին։ Այդ ուղարկի կապարի, ասացի մի քիչ ժամանակ անցկացնենք ուրախանալ։ Այո, իմ եղբայրը չի խախտում, նա ուղղակի կատակ անում։ Լավը խնդացի, գա, ինչ լավ եք խնդում եք կատակի վրա։ Նվերը տվեք։ Վիգյան, ուր նվերը մեր եղբայրերի թող գնան ես ծնունդը նշել։ Ահա, վերցեք դեր թանկարժեք նվեր։ Ինչը թանկարժեք չի։ Մի քանի բանան և մի քիչ կոկոսի յուտը թանկ։ Ինչ ես ասում։ Դու գիտես ես ինձ ինչ գինա։ Էսի մենակ հակավորներին են նվի։ Թակավորների։ Գնացեք, ձեր թակավորը գիտեք և այդ նվերը տվեք նրան։ Դու կաղում ես, այդ նույն դու կաղում ես։ Լավ, արի շենքում ծնում չես գնացել։ Ծաղիկ կով է։ Ծաղիկ կողից դե չի։ Ուր այ աղբեր։ Դե եղբայր Լուտոնի մեկ էլ Լուտոնի հետ գնացել է։ Նոր տարին Դուբային է։ Ոյ սողոն է։ Քո ափնիկաներով ես էլ գնում կողում, դες մարդիկ ուր են։ Ուրեմն ոչ մեկ ծնունդ է։ Կարանց ոչ մեկի ծնունդի չի, ես իշա ում կարելի է։ Ասա։ Գնանք որտեղի դու։ Կարանում կարող։ Էլա։ Այդտեղ այդ կողմը չէր ես, դուրս կողմը չէր։ Մեր նոր տարին եկավ կրկին, թիթեր բերեց ահագին, վզեց, մրճուն, ճանճեր թրջուն, լավ նվերներ շալակին։ Ինչեր ասես մենք չկերանք, այս տարի էլ կշտացանք, զամբյուղներով, մեծ պարկերով, ճաշատեսակ շատ համով, մենք գործերն ենք վակ վրա, ինչքան ուզես կրկրա, մեկ էլ ջում տոտ է նշում, ու ասում ենք վակ վրա։ Ոյթից նայի բանաստեղծեր արել ավելի լավ է գաս և օգնես չեմ կարողանում կրեմ պատրաստել, հենց ուզում եմ խառնել ճանճերի թրջունել։ Լսի քույր կրա, տես լավ եմ գրել։ Իմ քույր կվա գրան մտավ մարան, ճանճից կրեմ պատրաստի, ես ճանճերն էր առան թրան գործը մնաց կիսատի։ Թե քեզ նայեն գործեր ես կմնան կիսատ։ Հիմա գալիս եմ։ Օ, բարև ձեզ առաջ եկեք, այս եմ ուծի կապուչինոն։ Ինչպես եք։ Լավ եք, իսկ դուք ինչպես եք։ Լավ է։ Քույր կրա, մի տես ովքեր են մեր հյուրերը։ Ո, բարև ես ոչ հանում բերեց է։ Այս կողմից հանում է։ Հայ շատ եք փոխվել, հա։ Դե երբեք է կարոտել ասեցի կան տեսնենք շատ է։ Շատ լավ է կարել, որ եկել եք, նոր տարից միասին կտոնենք։ Չէ, ինչ ասնեմ։ Իշնայի անարում, շատ են հարմար։ Ասեք լսում եք։ Ձեզանից որ մեկի ծնունդ է այսօր։ Ոչ մեկիս։ Մի խապերգում ծնունդ եղավ նվերել։ Չէ, չեն խաղում, մեր ծնունդը չգիտեք երբ է։ Ոչ չգիտենք, մեր ծնունդն արդեն անցել է։ Հա բայց ինչ պարտադիր է շնորհավորել ոմը մեր ծնունդը։ Մենք ավանդույթ ունենք, որպես մեր ամենաթանկ նվերը տան այն մարդուն ծնունդը որ այս կողմ։ Ինչ եք ասել, ով է ասել, որ պարտադիր ինչ-որ մեկի ծնունդը պետք է։ Ես հիշում եմ ամսի, ես այդ անգի, Անգին տարի։ Կարող է ձեր ծնունդներ, կապիկներ։ Ուզը տանցո։
12-ից դուրս եք, ժամը տեսել եք։ Ողջունել եմ։ Ինչքան մարդ կա, ծնունդ մարդ կա, հոգնա չէ, հարկեմ կիշքն է։ Երևի չկա մեկը, որ մենք ձեզ սորացել է։ Չիչո, ինչ չես ակնասնել, սուս լսի, երկշտակների երկում է։ Հրիստոսն է ծնվել, լսում է։ Աստորեն Իսուսի ծնունդ է։ Ողջ ճորը վազնեցինք անտառում, որ գտնենք մեր նոր ծնունդին, այն ինչն էր Աստծո մեջ Հիսուսի ծնունդն էր։ Բայց Չիչո, ինչի համար ծնվեց Իսուսը։ Ծնվեց, որպեսզի որպես մարդ թափի մեղքին, թափի մահին ու տա մեզ հավիտենական կյանք Գողգոթա խաչերով։ Նրա կյանքը օրինակ է չէ մարդության համար։ Նրա կյանքը օրինակ է մանուկից մինչև մեծ բոլորի համար, իր մսուրից մինչև Գողգոթա։ Նայեցեք, աստղը, նայեցեք, հալում է բոլոր աստղերից շատ ուժը։ Աստված իմ սա մեծ նշան է Մեսիայի ծննդյան մասին։ Գուցե նա Նազարեթում պիտի ծնվի։ Գուցե Հյուսալանում, թագավորական պալատներում, չէ որ նա թագավոր է ծնվել։ Ահա նայեք աստղը կանգ առավ։ Կանգ առավ Բեթլեհեմ քաղաքի վրա։ Բեթլեհեմ, ինչը Մեսիան այնտեղ պիտի ծնվի, այն էլ գոմում Մսուրի մեջ պիտի դրվի։ Նայեք աստղ ավելի արկայքում այն խուղճուկ գոմի վրա։ Միթե տեղ չկար այս մեծ աշխարհում, միթե Աստված Ծնվեց մանուկն ու ողջ աշխարհը իմացավ։ Ծնվեց մանուկն ու ողջ աշխարհը հիացավ։ Ծնվեց մանուկն ու ողջ աշխարհը հասկացավ, որ լոկ մանուկ չէ նա, այլ փրկություն։ Այո, տեսա, ոսկի էր կնդուկ և զոնում, հետն էլ ասեցի, փոքրություն չի։ Մամուշա չես ունել։ Ինչ էլ նվիրենք փոքր է ու չնչի, բայց նրա գործն է անմար ու անգին։ Of
տեղի եւ ուզում եմ նախապես դերևս չեկած այդ տոնը, քանի որ արձակուրդներ են դիմացի եւ դրա պատճառով մենք որոշեցինք շուտ անել, շնորհավորել ձեր գալիք նոր տարի, մաղթել ձեզ բազմաթիվ եւ բազմապիսի օրհնություններ երկնքից թող Տեր Աստված իր երեսը փայլեցնի ձեզ վրա եւ օրհնի ձեզ։ Շնորհակալ ենք այս կենտրոնի բոլոր ուսուցչուհիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման ունեն այս բանի մեջ։ Երեխաները կրթվում են, երեխաները սովորում են լեզու, երեխաները սկսում են տիրապետել համակարգչին, շատերը սովորում են սեղանի սեղավորում, դիզայն, այսպես ասենք, որ հասանելի լինի շատերի, տորթ պատրաստել եւ վստահ եմ, որ նրանք ապագայում այս երեխաները կլինեն լավ տնային տնտեսություններ, լավ մայրեր եւ շատ լավ ձեռք ունենան եւ իրենց հյուրերին պատվով ճանապարհ կդնեն։ Շնորհակալ եմ։